Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է, խոսափողի մոտ Շահիդ Շահալին է։ Իտալիան ընդունում է հարավային գազային միջանցքի առանցքային դերը էներգետիկ անցման գործում։ Սա նախաձեռնություն է, որն ուղղված է մատակարարման անվտանգության ապահովմանը եւ համապատասխանում է COP29-ի շրջանակներում ընդունված որոշումներին։ Այս մասին ասել է Իտալիայի շրջակա միջավայրի եւ էներգետիկ անվտանգության փոխնախարար Վանիա Գավան, ելույթ ունենալով հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ եւ կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի շրջանակներում երրորդ նախարարական նիստի ժամանակ։ Անդրանատոլիական գազատարի կոմերցիոն շահգործման մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ 77.6 միլիարդ խորանարդ գազ է մատակարարվել Թուրքիա եւ Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թանավ կոնսորցիումի գլխավոր տնօրեն Սելջուկ Դյուզյոլը Բաքվում անցկացված հարավային գազային միջանցքի եւ կանաչ էներգիայի հարցերով խորհրդատվական խորհուրդների շրջանակում կայացած նախարարական նիստի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Թանապը հանդիսանում է հարավային գազային միջանցքի առանցքային օղակը համակարգի ամենաերկար եւ տրամագծով ամենալայն հատվածը։ 2018 թվականի հունիսի 30-ից, երբ սկսվել է գազամուղի կոմերցիոն շահգործումը, Թանապը գործում է հուսալի եւ անվտանգ։ Պիլոտային շահգործումը սկսվել է 2020 թվականի հունիսի 30-ին։ Տարեկան մատակարարման ծավալը կազմում է 5.7 միլիարդ խորանարդ մետր։ Այսօրվա դրությամբ Թուրքիային մատակարարվել է 32.2 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6 միլիարդը տրամադրվել է ճկուն գրաֆիկով, նշել է գլխավոր տնօրենը։ Ադրբեջանը փաստաթղթեր է ստորագրել 130 մեգավատ ընդհանուր հզորությամբ 3 արևային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ։ Այս մասին X սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շաբազովը։ Ներդրումային պայմանագրեր են կնքվել Ջաբրայիլում 50 մեգավատ հզորությամբ Ուֆուկ, 50 մեգավատ հզորությամբ Շամս, ինչպես նաև Նախճիվանում 30 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման հանգծի շրջանակներում։ Նախարարը նշել է, որ այս նախագծերի իրականացումը հնարավորություն կտա կայաններում արտադրել տարեկան 268 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Գազի խնայողությունը կկազմի տարեկան 59 միլիոն խորանարդ մետր, իսկ աստղածնի արտանետումները կկրճատվեն 128 միլիոն տոննայով։ Բաքվում կայացել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա կանաչ էներգետիկ միջանցք նախագծի նվիրված նախարարների երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շաբազովը, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Վախթանգ Ցինցաձեն, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարը եւ Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովը։ Նիստի ընթացքում ստորագրվել է փոխհամբարման հուշագիր Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Բուլղարիայի միջև կանաչ էներգիայի փոխանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։